Այսինքն հարցեր եք տալիս, որոնք ռեալ չի, մինչև քանի հասկացա, դուք ասում եք քանի հաշվարկա լինում։ Նիկոլ Փաշինյանը վերկենա կառավարության շենքի պատշգամբից գոռա, ասի մենք Ռուսաստանի այդ խնդիրներ չունենք, սուտ է ասում։ Մենք մեր ծրագրում գրել ենք, որ ուրեմն բազային կենսաթոշակը, հիմնական կենսաթոշակը 50%-ով ավելանալու է։ Չափահասության ապահովագրությունը իհարկե պահպանվելու է, բայց իհարկե ավելի բարելավվելու է։ Մեր բյուջեն այս ամեն ինչի տակից դուրս գալու է։ Ընդհանրապես մեր ծրագրի մեջ փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանումը շատ կարեւոր է։ Ես խոսում եմ բանական վարկառուների համոզելու, բանկերին համոզելու, որ սև ցուցակները վերանայեն, տոկոսադրույքները իջեցնեն, չէ՞ որ դրանց համար դուք ֆինանսիստ եք, ինձանից հաստատ մի քանի անգամ ավելի լավ գիտեք։ Երեք օր Ալեն Սիմոնյանն ասում էր, մենք ոչի բան չենք զիջել։ Սկսեն զիջել զիջումները։ Ողջույն, մենք շարունակում ենք ներկայացնել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի տնտեսական նախագծերը, ինչպես են պատկերացնում մեր տնտեսությունը, եթե գան իշխանության։ Այս անգամ մեր հյուրը Հայաստան դաշինքի падգամավոր Արթուր Խաչատրյանն է, որը նաև падգամավորության թեկնածու է։ Մինչ հարցազրույցին անցնելը բաժանորդագրվեք մեր ալիքին մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել եք եւ այստեղ եք։ Եվ այսպես ինչպես գրեթե բոլոր ուժերը, դուք էլ շատ հավակնոտ ծրագրեր եք ներկայացնում, բայց միշտ ծրագրերին անցնելը եկեք տնտեսության այսօրվա ամենաարդիական խնդրին անդրադառնանք։ Ռուսաստանը ամեն օր հայկական մի նոր ապրանքում ինչ-որ վտանգավոր խախտումներ տարեր է գտնում, արգելափակում է, բայց հայկական կողմից էկոնոմիկայի նախարարը վարչապետը ասում են մենք խնդիր չունենք, նախ խնդիր չունենք ասում են Ռուսաստանի հետ, որովհետև լավ հարաբերությունների մեջ ենք, հետո մենք կսուբսիդավորենք, մեր արտադրողները չեն տուժի։ Ձեր ուժը առհասարակ ինչ է մտածում այս ամենի մասին եւ դուք ինչպես եք պատկերացնում ԵՄ, ԵԱՏՄ այս երկընտրանքը։ Հարցը շատ բազմաշերտ է։ Փորձեմ շերտ առ շերտ անդրադառնալ։ Ու առաջինը բազմաթիվ անգամներ ասել եմ Ռոսպատրեբնադզոր, Ռոսալկոգոլնադզոր, Ռոսսելխոզնադզոր, դրանք արտաքին քաղաքական գործառույթներ են իրականացնում նաև։ Եվ եթե այս վերահսկող մարմինները խնդիրներ են տեսնում, բոլորը միաժամանակ, նշանակում է Նիկոլ Փաշինյանը վերկենա կառավարության շենքի պատշգամբից գոռա, ասի մենք Ռուսաստանի այդ խնդիրներ չունենք, սուտ է ասում։ Այլապես բոլոր այս վերահսկող մարմինները խնդիրներ չէին տեսնի։ Այդ խնդիրները առկա են։ Բոլոր նրանք, ովքեր արտահանել են, փորձում են արտահանել ապրանքներ, իդեպ նաև նույնիսկ Վրաստանի սահմանի վրա արձանագրում են, որ կան խնդիրներ։ Ռուսաստանի սահմանի վրա տեսնում ենք ինչ է կատարվում, այնպես որ սուտ է այդ խնդիրները կա, ինչքան էլ Փաշինյանն ասի, մեր հարաբերությունները հրաշք են։ Հիմա ինչ վերաբերում է ԵՄ, ԵԱՏՄ։ Տեսեք իշխանությունները ինչ են ասում են, դե քանի ԵՄ մեզ չեն հրավիրել ԵՄ-ից կամ մենք պատրաստ չենք, մենք դեռ կմնանք ԵԱՏՄ-ում։ Ես այս օրինակը բերել եմ, որ հիմա բերելու եմ, դեռևս մի տարի առաջ, երբ այդ օրենքը առաջի անգամ իրանք շրջանառեցին եւ անցկացրեցին։ Պատկերացրեք, ամուսինը գալիս է կնոջ մոտ եւ ասում է. գիտես, ես հարևանի կնոջ մոտ եմ ուզում գնամ, բայց քանի դեռ ինքը ինձ չի ասել այո, կլինի դու իմ համար ճաշ պես շորերս լվանաս։ Հասկանալի է, չէ՞ որ գրտնակով ճակատին կուտի։ Այսինքն դու չես կարող ասես ես հիմա ԵԱՏՄ-ում եմ, բայց ուզում եմ գնալ ԵՄ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ԵՄ-ն էլ, ԵԱՏՄ-ն էլ, դրանք միայն մաքսային միություններ չեն։ ԵՄ-ն դեռ Մաստրիխտից հետո է հայտարարել քաղաքական կառույցը, քաղաքատնտեսական, ԵԱՏՄ-ն քաղաքատնտեսական կառույցը եւ այսօր այս երկու աշխարհաքաղաքական բևեռների բախման պայմաններում ասել ես հիմա ստեղ եմ, հետո այնտեղ եմ գնալու, որևէ մեկը դա չի հանդուրժի։ Իսկ ի՞նչն է խնդիրը, իշխանությունները ձեր նշած այդ ճակերտավոր կրտնակը չեն տեսնում։ Երևի չէ, կամ տեսնում են, բայց իրենք ակնկալում են ինչ-որ օգնություն Եվրոպայից եւ դրա համար պատրաստ են երկիրը հարվածի տակ դնել միայն եվրոպական աջակցության միջոցով վերընտրվելու համար։ Եվ իրանք իհարկե տեսնում են, բայց օրինակ Եվրոպային փորձում են լավություն անեն եւ դրա դիմաց ինչ-որ մի բան ակնկալեն։ Օրինակ, առաջինը, այս բախման պայմաններում
Նույնիսկ փոքր կսմիթները Ռուսաստանին օգնում են ռուսական հակառակորդին։ Ավելին ասեմ, վերջերս բրիտանական մամուլներ գրել, ես բրիտանականից եմ կարդացել, չեմ բացառում, որ եվրոպական այլ երկրների մամուլներ գրել, որ հերթական անգամ քննարկվում է դեպի Եվրոպայում ապօրինի գտնվող ներգաղթյալներին երրորդ երկրներ տեղափոխելու հարցը։ Հիշում եք, երևի 2-3 տարի առաջ այդ հարցը էլի բարձրացվեց, էլի շրջանառվում էր Հայաստանի անունը, բայց այդ ծրագիրը չիրականացվեց, որովհետև օրինակ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը այդ որոշումը համարել էր մարդու իրավունքներին հակասող եւ կանգնացրել էր։ Մի երկու շաբաթ առաջ Մոլդովայում, Կիշինևում ուրեմն Եվրոպայի խորհուրդ էլի հանդիպեց, էլի քննարկեցին, որ ստեղծեն երրորդ երկրներում գործող հանգույցներ, ուր իրանք կարտահանեն կամ կարտաքսեն ապօրինի ներգաղթյալներին։ Եվ այդ շարքում էր նաև Հայաստանը։ Այսինքն Հայաստան, չգիտեմ, Սոմալի, տարբեր երկրներ, Եվրոպայից կարծեմ Մոնտենեգրոն էր միայն։ Բայց մեր իշխանություններն ասում են, որ մենք Եվրոպայի հետ մերձեցնում ենք մեր հարաբերությունները եւ ավելին մեր ապրանքների ստանդարտները բարձրացել են։ Ապրանքների ոչ մի ստանդարտ էլ չի բարձրացել, բայց ինչ եմ ասում, պատկերացրեք ադրբեջանցիներ, որոնք գան Հայաստան, հիմա դրանց գումարենք, չգիտեմ, սոմալիացիներ, աֆղաններ, Իրաք, որտեղից ասեմ, գան Հայաստան։ Ինչ է լինելու մեր վերջ։ Հիմա ձեր հարցինի պատասխան։ Պատկերացրեք Եվրոպան շուկան բացեց։ Ինչ ենք Եվրոպայում վաճառել։ Մեր այսօրվա արտահանումները Եվրոպայում պետք են։ Այսօր ես նայել եմ ուրեմն մեր բեկի տրամադրած տեղեկությունները առաջիկի սեմյակի համար, թիվ 1 արտադրանքը ոսկին է, ապրանք։ Անհամեմատ ավելի նվազել է, քան թե նախորդ տարի, բայց էլի ոսկին է։ Ռուսաստանից գալիս է, գնում է Էմիրատներ։ Թող իշխանությունները բան չանեն, էլի մարդկանց չխաբեն, թե մենք եւ Արաբական Էմիրատների հետ մեր առևտրական կապերը զարգացրել ենք, տեսեք, այսքան բան ենք արտանում, դա ռուսական վերարտահանումն է։ Մյուսը երկրորդ համարը դա կենցաղային տեխնիկա, բջջային հեռախոսներ են։ Ակնհայտ է, որ դա արևմուտքից եկած բջջային հեռախոսներն են, որոնք Հայաստանի տարածքով գնում է դեպի Ռուսաստան։ Այսինքն եթե դու ուղղակի Ռուսաստանից հանես, լավ ասենք թե մեր վերցնես առևտրային վիճակագրությունը եւ հանես դեպի Ռուսաստան գնացող բջջային հեռախոսները, բայց չես ասես տեսեք, սա հանում եմ, միևնույնն է Եվրոպայից այսքան մեծ ծավալ կա։ Նա որ հանես, սա էլ է կտրվում։ Եթե Ռուսաստանից ոսկի գալը հանես, Հայաստանից ոսկի գնալն էլ է կտրվում։ Դա մեկ, երկրորդը մեր տնտեսությունը, չէ՞, առաջի ուրեմն բնագավառը, ճյուղը տնտեսության մեջ դա մանրածախ մեծածախ առևտուր, մոտոցիկլերի եւ մեքենաների վրանորոգ։ Մենք արտահանող տնտեսություն չենք, հասկանում եք, արտահանելի ճյուղերը մեր տնտեսության շատ փոքր մասն են, թե ապրանքներ, թե ծառայությունները։ Այսինքն նույնիսկ եթե Եվրոպան էլ եմ ասում դուրը բացի ասի արի, դու ինչ ես այնտեղ վաճառելու։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի օր առաջ հայտարարում է, որ այլևս մեր համար բաց է Կars-Ախալքալակ երկաթուղին, դու այդ երկաթուղիով ինչ ես արտանել։ Թուրքիան վաճառելու ես կարող է հեռանկարային լինել։ Հա, հեռանկարային ուրիշ բան, հեռանկարն ամեն ինչ կարող է լինել։ Բայց հեռանկարը վաղն է լինելու, 5 տարի հետո է լինելու, բերքը փչանում է այսօր։ Մեր պետական բյուջենի զորու է սուբսիդավորել այդ արտադրողներին, գյուղացիներին։ Ասում են մեծ գումարների մասին չի խոսքը 20-30 միլիոն դոլար։ Հաշվարկները թող ցույց տան։ Հիմա տեսեք, եթե դու բարձրացնում ես քո ստանդարտները, ուզում ես սուբսիդավորես ենթադրենք, լավ։ Նախ սուբսիդավորման խնդիր չի միայն։ Փող դրես եւ այդ մարդկանց ապրանքները սկսի բավարարել եվրոպական չափանիշներին։ Այդ փողը գալու է որտեղից։ Քո տնտեսական աճը մեծամասամբ շատ էականորեն պայմանավորված է եղել քո ԵԱՏՄ անդամ լինելով։ Այսինքն ԵԱՏՄ-ն պիտի ֆինանսավորի դեպի Եվրոպական միություն քո ճանապարհը, է պարզը որ ԵԱՏՄ-ն չի համաձայնվի դրան։ Իսկ ձեր հարցինի պատասխան ավելի խորքային ասեմ։ Երբեք մեր տնտեսությունը Ռուսաստանից այսքան մեծ կախվածության մեջ չի եղել։ Եվ դրա համար մենք միշտ ասել ենք, եւ այն ժամանակ, երբ օրինակ
Ռոբերտ Քոչյանը եղել է Հայաստանի նախագահ, մենք եղել ենք կոալիցիոն կառավարության անդամ, բաշխումը արտահանումների շատ էր տարբերվում այսօրվանից։ Ռուսաստանը միշտ եղել է մեր առաջին առևտրատնտեսական գործընկերը, բայց այսքան մեծ չէր կախվածությունը եւ Եվրոմիության հետ մեր կապերը շատ ավելի սերտ էին։ Հիմա մենք ասում ենք, քո տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնես, որովհետեւ դու որևէ երկրի հետ կարող ես ունենաս լավագույն քաղաքական հարաբերությունները, բայց մի գործոնով պայմանավորված կարող է քո ամբողջ տնտեսությունը գահավիժել։ Դե որ Ռուսաստան COVID հետո արդեն ռուս-ուկրաինական պատերազմ։ Ռուբլին 6 դրամից, կներեք, 6 դրամից ընկավ 3 դրամ։ Արդեն արտագնա աշխատանքը եկամտաբեր չէր դառնում, արտանումները եկամտաբեր չէին լինելու, եւ դրա համար դու չես կարող կախված լինել մի պետությունից, պետք է դիվերսիֆիկացնես։ Պարոն Խաչատրյան, կա արտահանման ռազմավարություն, որտեղ էլի նշված է այդ մասին։ Բոլոր կառավարություններն են ասում, մենք պետք է արտահանումը առհասարակ տնտեսությունը դիվերսիֆիկացնենք։ Եթե դուք գաք իշխանության, ինչպես եք դիվերսիֆիկացնելու եւ ԵԱՏՄ կազմից դուրս գալու առհասարակ քննարկելու եք թե չէ։ ԵԱՏՄ, չէ, շուկա է եւ իհարկե քաղաքական կախվածություն է, բայց եթե տնտեսության մասն ենք խոսում, տնտեսության մասին խոսենք։ Այսինքն ԵԱՏՄ, ենթադրենք այլընտրանքը կա։ Ենթադրենք եվրոպացիք ասում են SSS պայմաններին բավարարի, մենք քեզ կընդունենք։ Պետք է կարողանաս գնահատես, հասկանաս, ստեղ վաճառես քո ապրանքը, թե ստեղ վաճառես։ Հեռավոր 2013 թվականին ես այն փորձագիտական խմբի անդամն էի, որը իրականացնում էր առևտրի կանոնության գնահատականը։ Եթե Հայաստանը Եվրոպայի հետ կնքեր խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր, ինչ ազդեցություն դա կարող էր ունենալ Հայաստանի վրա։ Հիմա նույն վարժությունը պետք է անես։ Եթե գնաս ստեղ ինչ ազդեցություն կունենաս, գնաս կամ մնաս ստեղ ինչ ազդեցություն կարող ես ունենալ։ Ու իհարկե նաև քաղաքական կոմպոնենտները պետք է ավելացնես։ Բայց ռեալ որ նայենք, տեսանելի ապագայում ես չեմ տեսնում Հայաստանի մուտքը Եվրոմիություն։ Չեմ տեսնում դա։ Թուրքիան 40 տարի, գիտեք, այն դրանը կապած շան նման սպասում է Եվրոպային։ Բարձր եվրոպացիներն ասում են ավելի լավ այնքը մեր ուղեցրում լինի, քան թե մեր դեմ լինի, բայց չեմ պատրաստում դուռը բացեն եւ Թուրքիային ներս տղան։ Տեսակ Վրաստանի օրինակը։ Հիմա կապրենք կտեսնենք Մոլդովան եւ Ուկրաինան ինչ են անելու։ Հիմա ավելի խորքային արցին։ Դու պետք է իրականացնես տնտեսական զարգացման քաղաքականություն։ Այսօր այս իշխանությունները որևէ քաղաքականություն չեն իրականացնում։ Հիմա մոտ այն տպավորությունն է, որ օրինակ ոչ թե ռազմավարություն իրականացնում, այլ ուղղակի պրոյեկտների կառավարում են անում։ Գիտեք, գնալ sense մի հատ անկապ լենդ կտրել, գնալ ինչ որ մի հատ անկապ լենդ կտրել, ինչ որ մանրուկ բաներով անել, ինչը կտրել են չի աշխատել, չէ՞, սեպու մեքենաներ չկան, Ադամյան հեռուստացույցներ չկա, գազաբալոնային համակարգ չկա, ինչ մարդը բացել է, փակվել է, չի գործում։ Համար դու պետքա դնես ռազմավարություն, հեռահար նպատակներ։ Մենք ասում ենք Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։ Նու բայց երբ ասում ենք արդյունաբերական, նաև այդ պոստինդուստրիալ հեղափոխությունն էլի նկատի ունենք, էլի որ նաև ծառայություններ եւ ոչ նյութական արդյունաբերությունը։ Չնայած Թրամփի այս տարիֆային քաղաքականությունը ցույց է տալիս, որ ինքը ուզում է ֆիզիկական արդյունաբերության գոնե մի մասը բերել Միացյալ Նահանգներ։ Հիմա մեր դեպքում ինչ պիտի արտադրի Հայաստանը։ Ձեր ծրագրում գրված էր, որ մեր թեթև արդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը պետք է հասնի հնայի 25%-ին։ Այո, եւ մենակ տեքստիլը կարծեմ չի հասնում։ 7-ից 10% երամսյակներ տարեկան միայն տեքստիլը չի, այսինքն տեքստիլն է, գյուղատնտեսությունն է, մյուս հանքարդյունաբերությունը որ նայենք, պետք է ձգտես արժեշղթան երկարացնես, որովհետեւ մենք հանք ենք արտահանում վերջնական մետաղի փոխարեն։ Այսինքն ներդրումը արա դիր, ուրեմն զուլարան եւ արտահանի ոչ թե պղնձի խտանյութ, այլ պղինձ։ Ձեռի հետ էլ վերջապես այդ հանքանյութերի մեջ, հանքի մեջ նաեւ պոլիմետալներ են, այլ մետաղներ կան, այդ ամեն ինչն է պետքա կարողանաս կորզես։ Բայց կան հաշվարկներ Հայաստանին ձեռնտու ընդհանրապես զուլարաններ կառուցելը։ Հաշվարկներ կային, ինչի չի արվել մինչեւ։ Դե գիտեք, շախմատ ես խաղում, չէ, գիտես որ Երկու Ե4 քայլը կա, բայց եթե դու կանոնները գիտես, ոչ չի նշանակում լավ ես կարողանում խաղաս։ Այս մարդիկ այդ շնորհքը չունեն, չեն կարող իրականացնել։ Եթե այսպես սկսեն ծրել,
Լավ, տարբեր երկրների հետ տուն-տունի խաղան, եթե փորձեն բիզնեսին ճնշել, ոնց պետքա կարողանան անեն։ Հիմա նայեք այդ մարդկանց կենսագրությունը, մարդկա համալսարանն ավարտել է, գնացել ես ինչ որ տեղեր տարբեր կուրսերի համասնակցել, մեկ էլ հոպ միանգամից փոխնախարար է դարձել։ Պարոն Խաչատրյան, իսկ դուք ինչպես եք պատկերացնում արդյունաբերության զարգացումը։ Պիտի լինեն գործարաններ, լինեն ներդրումներ, ով է Հայաստանում փող դնելու, ով է այդ գործարանները կառուցելու, ինչից եք սկսելու եւ քանի տարում եք ուզում հասնել այդ նպատակին։ Դե կառավարության ծրագիրը 5 տարվա, շատ հեռահար նպատակների մասին չեմ ուզում խոսել։ Փողը մոբիլ է։ Եվ եթե դու փողի համար ստեղծում ես պայմաններ, փողը գալիս է այդ երկիր։ Ուղղակի փողը գալիս է այն երկրները, որոնք օրինակ ապահով են, որտեղ կոռուպցիա չկա։ Ով ներդրում կկատարի, եթե քո ներդրման օրինակ լիցենզիան, գործունեության լիցենզիան 8 տարի ձգձգում ես, հետո երբ դու քո բաժնետոմսերի մի 20%-ը նվիրում ես կառավարությանը, նոր են քեզ թույլ տալիս գործունեություն ծավալել։ Օրենքն է խնդիրը, որ հիմա ներդրումներ չեն արվում։ Չէ, օրենքը չի, կառավարության քաղաքականությունն էլ եմ ասում, Լիդիան, քանի տարի իրանց ուրեմն այդ հայտը սպասման մեջ։ 6-7։ Երևի ավելի շատ։ Երբ այդ հարցի լուծում տրվեց, երբ 20%-ը տվեցին կառավարությանը, նույն Ամուլսարի պրոյեկտը, նույնը նայենք ուրեմն Քաջանի պղնձամոլիբդենային կոմբինատը, ԶՊՄԿ-ն, Տելեկոմը, չէ՞, մի անգամ ուրեմն ձեռքբերման հայց էին ներկայացրել, հայտ էին ներկայացրել, մերժել էին, հետո մի քանի տոկոս տվեցին կառավարությանը, հոպ մեկ այդ գործարքը թույլատրվեց։ Դրանից բացի, այս անորոշ պայմաններում դու պետք է քաղաքական ռիսկերը կարողանաս չեզոքացնել, իսկ այս իշխանությունների պայմաններում իրանք ինչքան էլ կոկորտ պատրեն խաղաղության մասին, Հայաստանը բարձր ռիսկային գոտի է։ Տեսեք, բայց այդ ռիսկերը հաշվի առնելով մեզ մոտ հնարավոր է իսկապես արդյունաբերությունը այդքան զարգացնել։ Իսկ ինչու ոչ։ Գաղափարը գիտեք ինչու՞մ է, դու պետք է կարողանաս քո արդյունաբերական ձեռնարկությունները ինտեգրես համաշխարհային արժեշղթաների հետ։ Այս դեպքում իհարկե, եթե դու դառնում ես մեծ գլոբալ process-ի մի մաս, իհարկե կգան եւ գնան։ Եվ եկել են, չի եղել։ Քանի գործարան է բացվել օրինակ 20 տարի առաջ։ Հա, մի մասը հիմա չի գործում, բայց վերհիշենք պատերազմից հետո Հայաստան ոչ մի բան չէր գործում, սեղանիկներ, Հրազդանի յարմարկա, չէ, 98 թվականի Հայաստանը եւ 2008 թվականի Հայաստանը տարբեր աշխարհներ են։ Եթե նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք մինչև 2008 թվականը, որ ոլորտներն են զարգացել, շինարարություն, որը հետո փուչիկը գնահատվեց եւ ոսկրչություն, ադամանդագործություն, էլ ինչ ունեինք մենք եւ ինչու այդ ժամանակ այս ամեն ինչը այդ ժամանակ չեղավ։ Չէ, օրինակ մի քանի գործարան նայենք։ Կոնյակի գործարանը, Արարատ կոնյակի գործարանը, ո՞նց էր գործում։ Սենց վերջի շնչի վրա, չէ՞, եկան ֆրանսիացիները, ներդրողները եւ գործարանը սկսեց գործել։ Կանաս գործարանը։ Բայց օրինակ մենք տեքստիլ չունենք, այնպիսի տեքստիլ, որը կկարողանանք դուրս արտահանել լայն ծավալներով, չունենք սննդի արդյունաբերություն։ Դու արդեն ունես տեքստիլ, հարցը դրանում չի։ Դա այն ծավալներն են, որը դուք պատկերացնում եք որպես զարգացած տնտեսություն։ Չէ, ես դուք օրինակներ ես բերում, օրինակներ եք բերում։ Ես ասում եմ, տեքստիլը հիմա էլ է արտահանում, կարող ես ավելի շատ էլ արտահանես։ Չէ, ես փորձում եմ հասկանալ։ Եվ սննդի մշակումը, չէ, այդ անունները, որոնք կային, իրանք երբ թվականից, որ թվականից սկսեցին գործ։ Չէ, նայեք, այս մեծ ընկերությունները, որոնք գինի են արտահանում, կոնյակ են գինի են սարքում, կոնյակ, հյութեր, սննդամթերք, որ թվերին սկսեցին գործել։ Իրենք առանձին վերցրած գուցե մեծ են, ունեն լավ չափանիշներ, չգիտեմ, գործարաններն աշխատում են գուցե դրսի չափանիշներով, բայց երբ որ երկրի ընդհանուր տնտեսության ծավալներով ենք նայում, դրանք հաստատ այն ծավալները չեն, որոնց մասին դու պետք է զարգացնես, բա պետք է անես։ Որ ոլորտները կոնկրետ։ Էլի եմ ասում, թեթև արդյունաբերությունը, վերամշակող արդյունաբերությունը, հանքարդյունաբերության ընդլայնումը եւ նաեւ մետալուրգիան օրինակ։ Տեքստիլը, բարձր ինժեներական, այսինքն բարձր ինժեներիան, ճշգրիտ ինժեներիա, IT-ին։ Ուր պիտի տանենք մենք այդ ապրանքները։ Եթե դու լավ ապրանք ես արտանում, ամենտեղ կարող ես տանես։ Եվրոպա կարող ենք գնալ, որովհետեւ դուք ասում եք առաջիկայում ոնց որ չեք տեսնում դեռ այդ։ Չէ, ես դες բան չեմ ասում։ Ես ասում եմ առաջիկայում Եվրամիության անդամ չես կարող լինես։
Առաջիկայում դու կարող ես ունենաս ապրանքներ, որ կարող ես արտահանես Եվրոպա։ Մի խոսքով ունենք պոտենցիալը։ Եթե չունենանք, ուրեմն մենք դառնանք ձախող պետություն։ Այսինքն ոչ կենսունակ պետություն է, թե հարցը տենց կտրուկ եք դնում, ասեմ, այո, որովհետև եթե չունենանք, մենք դառնում ենք Մեզ քանի տոկոս տնտեսական աճ է պետք դրան հասնելու համար, ընդհանրապես ձեր ծրագրերի համար։ Ձեր ծրագրերին։ Ինչքան շատ այնքան լավ։ Չէ, նայեք, մեր ծրագրերը մենք ինչ ենք ասում, 25% օրինակ մշակող արդյունաբերությունը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը։ Հիմա դուք ասում եք 35-ից 45000 նոր աշխատատեղեր։ Այո, որովհետեւ եթե դու ստեղծում ես ձեռնարկություններ, այդ մարդիկ դի աշխատեն, չէ՞։ Դե ես դրա համար եմ հարցնում, քանի տոկոս տնտեսական աճ դա մեզ համար կապահովի։ 6.314%, 10 տարվա կտրած։ Կոնկրետ հաշվարկել եք։ Հա։ Եթե դուք հակառակը ապացուցեք, կարող ենք նստենք Չէ, ես հակառակն ապացուցելու ոչ թե հակապացուցելու, հակառակ թիվը ասեք, ասկա մենք կարող ենք գնալ դրան։ Մեր տնտեսական պոտենցիալը ավելի մեծ է։ Մենք կարելի է ճիշտ օգտագործել։ Շատ լավ, դուք նաև սոցիալական նեղ ծրագրեր եք նախատեսում անել։ Ես կարդացի օրինակ սև ցուցակների վերացումների մասին, խոսքը ինչքանով որ հասկացա բանկերի հետ կապված, չէ։ Դրանպես ֆինանսական համակարգը, ինչ խնդիրներ կա հիմա։ Շատ խնդիրը որտեղ շատ ֆինանսական համակարգը լուրջ վերանայման եւ բարեփոխման կարիք ունի։ Լուրջ, որովհետեւ եթե նայում ես մեր բանկային կապիտալ բանկերը, բանկային պորտֆելը, չէ։ 1/3-ը սպառողական վարկեր են, 1/3-ը հիպոթեք է, որը ելի սպառողական իրեությամբ, որովհետև հիպոթեկով տուն գնող մարդկանց երևի 90-95%-ը տուն գնում է առնելու համար, ապրելու համար, ոչ թե ներդրում է пассив եկամուտ ստանալու համար։ Եվ այն մնացածն է, որ բիզնես վարկեր են։ Այսինքն ֆինանսական համակարգը ոչ թե արտադրությունն է ֆինանսավորում, այլ սպառումն է ֆինանսավորում։ Եվ եթե դու խոսում ես բանկերի հետ, կենսաթոշակային ֆոնդերի հետ, ասում ենք ինչի ձեռնարկություններում ներդրում չեք անում, ինչի ձեռնարկություններին չեք ֆինանսավորում, ասում ենք շատ ձեռնարկություն կա, որ ֆինանսավորեն։ Այսինքն այստեղ պետք է աշխատես, որ նաև նախ մի կողմից իհարկե արդյունաբերությունը զարգացնես, մյուս կողմից խթանես, որ բանկերը ֆինանսավորեն արտադրությունը եւ ոչ միայն սպառումը։ Հիմա այսօր բանկերը չեն ֆինանսավորում, այսինքն թե արդյունաբերությունից պահանջարկ չկա։ Չկա։ Հիմա ստեղ այս պայմաններում, դա մենք տեսնում ենք, որ արդյունաբերություն բանկունակ ձեռնարկությունների քանակը քիչ է։ Եվ դա համար դու պետք է աշխատես, որպեսզի բանկունակ ձեռնարկությունները զարգանան, որպեսզի փողի պահանջարկ առաջանա։ Մյուս կողմից բանկերն էլ չէ իրենց համար ավելի հարմար է տան գրավով քեզ սպառողական վարկնան շատ բարձր տոկոսով։ Հիմա այս դեպքում էլ դու պետք է նորմատիվների փոփոխություն անես, թե բանկային համակարգի համար, թե կապիտալի շուկայի համար եւ թե երկարաժամկետ ներդրումների համար։ Դուք կարծեմ նաեւ տոկոսադրույքների ինչ որ վերին շեմեր եք, չէ՞ ասում։ Այո, որովհետեւ դու պետք է նայես ըստ ռիսկայնության վերին շեմը։ Բայց ինչպես եք բանկերին ստիպելու, չէ՞ որ սա բանկերը ազատ են իրենց որոշումներում, ճիշտ է կենտրոնական բանկը կարող է չափանիշներ սահմանել, բայց ո՞նց է։ Հիմա ունենք կենտրոնական մի րոպե ներողություն ավարտեմ հարցս։ Մի քանի օր առաջ ես կենտրոնական բանկի նախագահին հարցրել եմ եւ ինքն ասել է, որ իր կարծիքով Հայաստանում ոչ բիզնես վարկերը, ոչ սպառողական վարկերը բարձր չեն տոկոսադրույքները։ Այդ իր կարծիքով, իսկ պոտենցիալ վարկառուներին հարցրել եք։ Դե վարկառուները կուզեն 0%-ով վարկ ստանալ։ Ես խոսում եմ բանական վարկառուների համոզելու, բանկերին համոզելու, որ սև ցուցակները վերանայեն, տոկոսադրույքները իջեցնեն, չէ՞ որ դրանց համար դուք ֆինանսիստ եք, ինձանից հաստատ մի քանի անգամ ավելի լավ գիտեք ինչ է պետք դրա համար։ Նախ վարկառուն եթե ասի 0%-ով եմ ուզում, ես Սիլիդիան ոչ մի կոպեկ վարկ չեմ տա, սկսենք դրանից։ Այսինքն ուրիշ խնդիր է, որ բանկը փող առնում է, փող ծախում է, հետաբար պետք է բանկը տոկոսով քեզ վաճառի, որովհետև փողն է 0 չի, այլ խնդիր է, որ պետությունը կարող է իր երաշխիքով կամ սուբսիդավորմամբ դա բերել 0-ին մոտ տոկոսով ինչ որ ձեռնարկություններին, ինչ որ տեղերում, ինչ որ բնակավարներում։ Բայց այն որ ասում է իմ կարծիքով բարձր չի լավ ասում, որ ասում է, բա մնացածները ինչ են ասում։ Ես էլ իրան ասել եմ, այսօր բանկային համակարգը Ջորջ Ստիգլերի նկարագրած թակարդի մեջ է գտնվում։ Եվ բանկերը ոչ թե կենտրոնական բանկը, ոչ թե բանկերը վերահսկում
հանրային շահ ապահովելով, այլ դարձել է բանկերի ուրեմն advocat։ Ոչ, տոկոսադրույքները բավականաչափ բարձր են։ Սև ցուցակների, մարդը մի անգամ մոռացավ ինչ որ մի կարճ ժամանակ բա եղավ, մոռացավ վճարում կամ ինչ որ խնդիր ա եղել, կյանքի բարդ պայմաններում ա եղել, գցում են սև ցուցակ, հետո գնա 3 տարի տանջվի տարապի, որ դուրս գաս։ Նորմատիվների փոփոխության խնդիր ա գալիս։ Այսինքն այդ աբսոլյուտը, որ Բայց դե դուք պիտի համոզեք բանկերին ու կենտրոնական բանկին, որովհետև իրենք պետության վերահսկողության տակ չեն, չէ՞։ Կենտրոնական բանկին չեք կարող ասել, ինքը անկախ կառույց է։ Ոնց եք համոզելու։ այսինքն դուք ուզում եք ասեք, որ այսօր կենտրոնական բանկը անկախ կառույց է։ Դե ինքը պաշտոնապես անկախ, դուք ձեր կարծիքն ասեք անկախ է թե չէ։ Պաշտոնապես Նիկոլ Չէ, մի Փաշինյան ուզում եք ձեր ժամանակին անկախ չլինի։ Չէ, նախ անկախ չի, այդ մոդելը նես չի, որ աշխարհի բոլոր երկրներում ինքը անկախ է։ Ես կարծում եմ պետք կենտրոնական բանկը եւ կառավարությունը պետք է սերտորեն աշխատեն։ Չի կարող կառավարությունը մի քաղաքականություն իրականացնել, կենտրոնական բանկը այլ քաղաքականություն իրականացնի։ Այլապես միշտ գալու է ինչ որ բախում, տեսեք այսօր Միացյալ Նահանգներում ինչա տեղի ունենում։ Կենտրոնական բանկի գործառույթները որոնք են, չէ՞, ցածի վերահսկողություն։ Գնաճի վերահսկում, հիմա նաև կայունության բանկային համակարգի։ Միշտ, ասկան ինքը վերահսկել է բանկային համակարգի գործունեությունը, ինքը ուրեմն սղաճի համար պատասխանատուն, այլ ինքը ֆինանսավորում է կառավարության։ Քան կենտրոնական բանկը չունի վետոյի իրավունք։ Մյուս կողմից էլ վերջի աչեդու կենտրոնական բանկի հետ քննարկում ես եւ խնդիր է դրվում, այդ մարդիկ դի խնդիրը կատարեն, չէ։ Էլ եմ ասում կենտրոնական բանկը այն չի, որ ով է լինի, ես ինչ ուզում եմ ինքս էլ անելու եմ, տենց չի, եւ միևնույն ժամանակ կառավարությունն եւ կենտրոնական բանկը իրար ճշնամի չեն։ Եթե խոսում ես, քննարկում ես, հասկանում ես, որ սա է քաղաքականությունը, կենտրոնական բանկը չի կարող ասի ես չեմ ուզում։ Լավ, դուք Բայց էլ եմ ասում, մյուս խնդիրը կնայեք, էլի, եթե կա պահանջ, նաև ներքևից է գալիս, իրանք դա պետք է հաշվի առնեն, չէ։ Այս փոփոխությունները, որ բանկային համակարգում լինում է, դա ամենակ բանկային համակարգի կոմֆորտի համար չի, նաև շահառուների շահերից է բխում, չէ։ Կարիքներն են հաշվի առնում։ Այստեղ նաև մինչև 15 միլիոն դրամի նպատակային վարկերի ամբողջական սուբսիդավորում։ Այդ են որ ասացի 0-ին մոտ տոկոս է գալիս։ Ահա, սա գյուղատնտեսական վարկերն եք էս։ Կարող է լինի գյուղատնտեսական վարկեր, ընդհանրապես մեր ծրագրի մեջ փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանումը շատ կարեւոր է։ Մանավանդ փոքր ձեռնարկության, այսինքն փոքր ձեռնարկություններին տրամադրվող վարկերը, ռազմավարական բնագավառներում ներմուծման փոխարինման ուղղված արդյունաբերության զարգացումն է։ Այսինքն մի կողմից, եթե դուք հարկերը նվազեցնում եք, բյուջե մտնող գումարները պակասում են, մի կողմից էլ ստացվում է սուբսիդիաներն։ Նախ ես տենց սպնդում իհարկե չէի անի, որ հարկերը նվազեցնում ես, բյուջե մտնող գումարները պակասում են։ Սա կա իհարկե նաև էլաստիկության խնդիրը, կա սև շուկայի հարկերից խուսափելու խնդիրը եւ այլն։ Այսինքն կաղագան սպիտակ դաշտ, դրա արդյունքում առհասարակ կան հաշվարկներ, պարոն Խաչատրյան, թեկուզ խոշորացված թվերով, որ այս սրա արդյունքում բյուջեն այսքան փող կմտնի կամ այսքան կպակասի, այսքան հետ կգա։ Ես ձեզ ասում եմ, որ տնտեսագիտական մոդելը միարժեքորեն չի ասում, որ եթե դու հարկային տոկոսադրույքը պակասեցնում ես, բյուջե ավելի քիչ փող է գալիս։ Դու կարող ես հարկային դրույքը պակասացնես, հարկման բազան ընդլայնես։ Դա ուղղակի տնտեսական տեսությունն եմ ես ձեզ ասում։ Երկրորդը, եթե դու օգնում ես, փողը դնում ես եւ քո մոտ զարգանում են ձեռնարկություններ, այդ ձեռնարկություններից հավաքած հարկերը բավարար են լինելու պետական աջակցության ծրագրերը խթանելու համար, ավա ինքը ցիկլ է դառնում։ Բայց դուք կոնկրետ թիվ եք նշել, միջև 15 միլիոն դրամ։ Ուզում եմ հասկանալ այս 15 միլիոն դրամի այդ հաշվարկներ, ինչ հաշվարկներ են սրա հիմքում։ Այս շրջադրության պահանջարկը այդ մինչև 15 միլիոնի կարգի ավելի մեծ փողի համար արդեն պետք է ձեռնարկությունները իրանք։ Օրինակ, քանի ձեռնարկության մասին է խոսքը, 15 միլիոնը։ Ես ուզում եմ ձեր հաշվարկները լսել։ Ես կրթությամբ լրագրող եմ։ Այսինքն հարցեր եք տալիս, որոնք ռեալ չի, մինչև քանի հասկացա, դուք ասում եք քանի հաշվարկա լինում, լավ, օրինակ դրագրողական հոդվածը քանի բառի շրջանակում պետք է լինի։ Բայց դա ինչ կապ ունի։ Դե մոտավորապես նույն տրամաբանությամբ էլ դուք եք ինձ հարց տալիս։ Չէ, դուք ծրագիր եք, ինչու եք գրել 15 միլիոն, չեք գրել օրինակ 25 միլիոն։ Որովհետև 15 միլիոնը փոքր վարկեր են հիմնականում եւ դրանց բեռը պետության վրա այնքան է, որ պետությունը կարող է այդ վարկերը սուբսիդավորել։ Այլապես կարող ասեք ինչի 100 միլիոն չես գրել։ Ես ինչ թիվ գրեի, դուք դասեք ինչ ես այս թիվը գրել։
Ես ասեմ 15 միլիոն այդ այն գումարն է, որոնց պահանջարկը ամենաշատն է եւ պետության վրա այդքան մեծ կամ ոչ թե այդքան մեծ, այլ անտանելի բեռ չի դառնա։ Օրինակ ինչքան դա եմ ուզում լսել։ Ենթադրենք հաշվարկների արդյունքում դա կազմել է 20 միլիարդ դրամ մեր պետության համար, դա տանելի բեռ է։ 20 միլիարդը քիչ թիվ ասեցիք, բայց լավ, համարենք 20 Լավ, եկեք անցնենք պետական Որտեւ ես պարտքին։ կրկնում եմ, էլի դուք ինչ որ հաշվարկներ եք ասում, որ կֆինանսների ամբողջ նախարարությունը նստի, որ գա դրան, ես ասում եմ, բոլոր ուսումնասիրությունները, որ մենք արել ենք, ցույց են տվել, որ 15 միլիարդ է այն գումարն է, մինչև 15 միլիարդ Միլիոն։ 15 միլիոնը այդ այն գումարն է, որտեղ որոնց պահանջարկը կա։ Դա այդ այն գումարն է, որ օրինակ փոքր ձեռնարկությունները, միջին ձեռնարկությունների մի մասը, որոնց կարիքը ունի։ Եվ դա այն գումարն է, որը պետական բյուջեն կարող է ֆինանսավորել։ Շատ լավ, պետական պարտքի մասին։ Այո։ Դուք պատրաստվում եք պարտքով արված ծրագրերը աուդիտի ենթարկել, որքանով որ հասկացա։ Ստուգել, այսինքն վերցրած պարտքը արդյունավետ է ծախսվել, թե ոչ, ինչ կասկածներ ունեք պարտքի հետ կապված։ Գիտեք, վերջերս ջրային ջրպետկոմի նախագահան կամ տնօրենը, լավ համարենք նախագահ, եկել էր ազգային ժողով եւ պարտք էր զեկուցում, վարկային համաձայնագիր։ 70 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, կամ դոլար, որից 20 միլիոնից ավելի քիչը գնում է ուղղակի ներդրումների վրա, ֆիզիկապես գնում է ջրանցքների կառուցման վրա։ Այն մնացածի մեջ նենց փափուկ բաղադրիչներ են։ Օրինակ, ջրամատակարարման բնագավառում գենդերային հավասարության ապահովում։ Դա ինչ է։ Այդ հարցը ես էլ տվեցի, բայց եթե մենք չգիտենք դա ինչ է, ինչի ենք հարկատուի ձեր վրա բեռ դնում, որ ջրամատակարարման բնագավառում իրան գենդերային հավասարություն ապահովեն։ Հասկան, ինչներիս է դա պետք։ Ես հասկանում եմ կառավարման բնագավառ, օրենսդիր բնագավառ, բիզնես, բայց ջրօգտագործող ընկերություններում գենդերային հավասարությունը արդյոք բարձրացնում է ջրօգտագործման ընկերությունների արդյունավետությունը։ Մյուս խնդիրը Նիկոլ Փաշինյանը վեր կացավ ասեց 8 միլիարդը ես տվել եմ զենք եմ առել։ Ընդ որում ես էի հարցնում կառավարության, ասում եմ, մի հատ զտեք, ինչքան կլիներ մեր տնտեսական աճը, եթե չլիներ այս ներգրաված 8 միլիարդ դոլար։ Ինքն ասեց 8 միլիարդ տվե զենք եմ առել։ Բայց մի հատ չհասկանանք այդ 8 միլիարդը ուր է գնացել, որտեվ ես չեմ տեսնում, որ դու 8 միլիարդի զենք ես առել։ Ասում են մնացածն էլ ճանապարհ ու դպրոց ենք սարքել։ Չի, ինքն ասում 8 միլիարդի զենք եմ առել։ Հիմա ես հասկանամ ճանապարհ եւ դպրոց ինչքան է սարքել, զենք ինչքան է սարել եւ երկրորդը մյուս խնդիրը, տեսեք, համարենք 10 տարի առաջ մի փամփուշտը համարենք 10 ցենտ էր։ Օրինակ եմ ասում։ Այսօր մի փամփուշտը համարենք 50 ցենտ արժի։ Այսինքն 1 միլիարդով դու կարող էիր 10 տարի առաջ ավելի շատ զենք առնել, քան թե 3 միլիարդով այսօր։ Չէ՞, պարզ մաթեմատիկա։ Հիմա, որ դու վեր ես կենում, ասում ես, այսքան ծախսել եմ։ Ուզում հասկանամ, այդ որ դու ծախսել ես, քո մարտունակությանը բանակի ինչքան է դարել, եւ երկրորդը, արդյոք 50 ցենտ էր այն գինը, որը դու տվել եւ առել ես։ Մյուսը, եթե դու ճանապարհ ես ասֆալտապատում, նախ 1 միլիմետր ճանապարհ չի կառուցվել, ենթակառուցվածք չի եղել, ինչ եղել է ասֆալտվել է ընդամենը։ Եթե դու ճանապարհն ասֆալտում ես, հետո 3 տարի հետո նորից ես ասֆալտում, հետո 3 տարի հետո նորից ես ասֆալտում, այդ ոնց տենց եղավ, այդ ճանապարհի կյանքի տևողությունը ինչքան էր։ Երեկոները փողոցում քշում ես, ճամփաբաժան չկա, գծերը չեն երևում, ցերեկներ չեն երևում, այդ դու ջրաներկով ես ներկել։ Այսքան բա աուդիտ չանենք, չտեսնենք փողը ինչի վրա է ծախսվել։ Այդ աշխատավարձերը, որ բարձրացնում ես, օրինակ ընտրությունների նախաշեմին Սահմանադրական դատահանի դատավորների աշխատավարձերը բարձրացնում ես։ Ինչի հաշվին։ Պարտքի, որը դուք պետքա փակեք, խի։ Իսկ եթե դուք գաք իշխանության, պարտքով այսպես թե այնպես էլի պարտք վերցվելու է, որտեղ մեր բյուջեն դեֆիցիտով է։ Աշխարհում չկա մի պետություն, որը արտաքին պարտք չի ներգրավում։ Խնդիրն ուրիշ է։ Պարտք դու ներգրավում ես ինչի համար, որպեսզի ջրօգտագործման բնագավառում գենդերային հավասարություն ապահովի։ Դրա համար է սա ներգրավում։ Ոչ,
պարտքը պետք է լինի խիստ թիրախային, որպեսզի կարողանաս պարտքի հետագծելիություն ապահովես։ Չէ՞ որտեղ եթե նայեք մեր պարտքի կառուցվածքը օրինակ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, դրանք թիրախային վարկեր էին։ Վարկ եմ ներգրավում այս գործը անելու համար, այս գործը անելու համար, այս գործը անելու համար։ Սրանց օրոք մենք տեսանք, որ փոխվում է կառուցվածքը։ Թիրախային վարկերից, նպատակային վարկերից բացի ի հայտ են գալիս բյուջետային աջակցության վարկերը։ Փողը լցվում է բյուջե, ոնց է ծախսվում, ոչ ոք չգիտի։ Իրանք ասում են դրա չափը։ Ընդհանուր կաթսա է գալիս։ Այո, ընդհանուր կաթսա է գալիս, ուր է գնում, ինչ է անում, հետագծելիություն չկա։ Եվ պարտատոմսեր, որոնք ընդհանրապես հետագծելիություն չեն ապահովում։ Եթե դու ասում ես, իրանք ասում են բյուջետային աջակցության վարկը արդյունավետ է թե ոչ արդյունավետ է, կախված է նրանով, թե մենք մեր ծրագրում եղածը ասել ենք, թե չենք ասել, նշանակում է իրանք լրիվ են ձախողել, ապա պարտատոմսերը ընդհանրապես հետագծելիություն չունեն։ Այստեղ պետք է կարևորություն շեշտը դրվի հիմնականում այդ թիրախային ենթակառուցվածքների վրա, որպեսզի դու կարողանաս տեսնես։ Չէ, իրանք ունակ ինչ արեցին, կապսի ջրամբարի համար փող վերցրեցին, պարտք վերցրեցին, ջրամբարը չկառուցվեց, բա փողը ինչ եղավ։ Դուք տունը որ վերանորոգում եք, չէ՞, մարդ տունը որ վերանորոգումը, եթե ոչ օրը երկու անգամ, գոնե 2 օրը մեկ գնում է տեսնի բանվորները իր տունը ճիշտ ներկեցին, ճիշտ ճաշկը արեցին, ճիշտ քաշեցին հոսանքալայերը, թե չէ։ Նստե քնել ես, վերջնաժամկետից մի քանի օր առաջ գնում ասում ես 29%-ով է կատարված, բայց դա վարկի մսխում չի, այդ այնց վարկային մսխումներ մենք թույլ չենք տալ։ Բյուջեից ենք խոսում, կան այսօր ծրագրեր, որոնք բյուջեի հաշվին կատարվում են, սոցկրեդիտների վերադարձ, չգիտեմ, տարբեր ծրագրեր, թոշակները բարձրացվեցին եւ այլն, դուք նախ հարցից առաջին մասը պատրաստվում եք այդ ամենը պահել, այսինքն այն սոցիալական աջակցությունները, որոնք հիմա կան, դրանք պահելու եք թե չէ, եւ երկրորդ հարցս դուք նախատեսում եք նաեւ օրինակ անվճար կրթություն, չգիտեմ, ամբողջական թե հատվածական, այնտեղ նախատեսում եք նաև եկամտային հարկի վերադարձի ծրագրի շարունակականություն։ Մեր բյուջեն այս ամեն ինչի տակից դուրս գալու է։ Եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը գործում էր մինչև Նիկոլ Փաշինյանի ի հայտ գալը։ Դա իրենց հետ որևէ կապ չունի։ 15 թվականից։ Այո, ավելին ասեմ, այն ինչ որ իրանք արեցին, եկամտային հարկի հետ վերադարձի օրենքի ժամկետի սահմանափակումը, դա ուղղակի դոպինգի էֆեկտ էր տնտեսության վրա, միանգամից բարձրացավ տնտեսությունը, որովհետև վարկագծային էկոնոմիկայում գոյություն ունի կորուստի վտանգ, կորուստի վախ, feeling of missing out։ Այդ մարդը տեսնում է, որ զեղչը վերջանալու է, ինքը վազում առնում է այն, ինչը իրան նույնիսկ էժան գնով պետք չի։ Այս տարբերակում բնակարան իհարկե պետք է, բայց մարդը չի նայում, ինքը կարող է այդ բնականների տակից դուրս գալ։ Որտեղ մարդիկ նայում էին, ասում են, ահա դա հեսա հետ կվերադառնա, ես կմարեմ մայր գումարը, հետո էլի հետ կվերադառնա, էլի մայր գումարը կմարեմ։ Իրանք այդ ժամանակացույցի առաջի էջը կարդում են, վերջի էջը չէին կարդում շատ-շատերը, որը ցույց է տալիս, որ տոկոսը իջնում է, մայր գումարը ավելանում, ինքը ոնց է փակելով, գումարած դա արվեց այն ռուսական սանկցիաների հետևանքով Հայաստանի տնտեսական աճի պիկի ժամանակ, երբ տնտեսությունը գոնե թվերով աճում էր, մարդիկ գնացին վեցեցին, հիմա տնտեսության աճը դանդաղել է, ես 7.2%-ին չեմ հավատում, որովհետև իրանք չէին կարող դեկտեմբերի 4-ին ընդունեին բյուջե, որտեղ գրված լինի կանխատեսումը 25 թվականի համար 5.2%, մեկ էլ հոպ, պարզվեց, որ 7.2% է, 40%-ով հնարավոր չի 27 օրում սխալվել, դա սուտ թիվ է։ Այսինքն շատ-շատերի համար դա կարող է պրոբլեմ դառնա, ասենք թե վարկի կեսից հետո։ Դրանից բացի, եթե իրանք ուզում էին փակեին, իրանք ասում էին ֆիսկալ ծախսը շատ մեծ է, դա կարելի էր անել շատ ավելի մեղմ ձևով, օրինակ քաղաքաշինական նորմերը խստացնելով։ Հիմա փողոցով քայլում ես հնարավոր չի։ Ես ապրում եմ Ադոնցի։ Այսինքն քիչ շինարարություն թույլ տային։ Այո, այսինքն նորմատիվներ պետք է լինեն։ Առաջարկը քիչ լիներ շուկայում։ Այո, որտեղ դու ասում ես պետք է բայց քաղաքաշինական նորմերը փողոցներ, ես էլ եմ ասում, իմ մանկության թաղամասը լա, բանջարանոց, որտեղ ծնողներս էին ապրում, մենք այնտեղ տուն ունեինք, սովետակ ժամանակ տված։ Այսինքն վերցնում են սեփական մի հատ տունը, ընդհանրենք 200 քառակուսի մետր, որտեղ ապրում էր 6 հոգի մարդ, այնտեղ կառուցում են մի հատ բազմարկ շենք, որտեղ կարող ապրի 100 հոգի մարդ, դա ենթակառուցվածքն է,
բա ճանապարհները, բա աղտոտվածությունը քաղաքի, փոշին, բա այդ խցանումները, այսինքն արտանետվող գազերը, դա պետք է ճիշտ կարգավորել։ Ամեն դեպքում արվել է, բայց դա պետք է որոշակի ուրեմն կատեգորիաների համար այդ ծրագիրը պետք է շարունակվի կամ 0-ից պետք է սկսվի։ Իրանք դա փչացրեցին եւ դա արեցին մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինյանն ասին Հայաստանում 50,000 նոր բնակարան է կառուցվում, այդքան մարդ հավատում է Հայաստանին։ Տնտեսության տակ ական են դրել։ Երանի ես սխալվեմ եւ մի 5 տարի հետո չլինի այն, ինչ որ կարող է լինի։ Չնայած շատ լուրջ մարդիկ ասում են, որ այո, այդ ռիսկը կա։ Բանկային համակարգը հաշվի չի առել ռիսկը այդքան հիպոթեկ տալու։ Գիտեք 2008 թվականին ամերիկյան բանկային համակարգը հաշվի առել էր, դա թե չէ։ Այդ խնդրի առաջ ենք կանգնելու։ Տենց չի լինի, որովհետեւ մեր մոտ կապիտալի շուկա եւ հիպոթեկային շուկա տենց կապված չեն։ Սեկյուրիտիզացիայի գործընթաց չի եղել, բայց ես այդ ռիսկը տեսնում եմ։ Որովհետեւ գիտեք, արագ աշխատող փող է։ Մարդիկ ասում են, հա, գնանք դանից օգտվենք։ Հենց ռիսկը տեսնենք, այլևս չենք տա։ Չէ՞ օրինակ մարդը փողոցը որ անցնում է, ինքը գիտի, չէ, որ փողոց անցնելուց մեզնից յուրաքանչյուրը գոնե մի դեպ գիտի, մի ծանոթ ունի, ով մեքենայի տակ ընկել, մահացել կամ խեղվել է, չէ՞։ Բայց ամեն դեպքում մարդը փողոցը անցնում է, չէ՞, Կարմել։ Եկեք ընդունենք, ծուռ նստենք, դուս խոսենք։ Որովհետև կարծում են, որ ավելի լավն ենք, ավելի խելոք ենք, ավելի ճարպիկ ենք, քան թե նա, որ մեքենայի տակ անկել։ Այդ երևույթն է սկսում։ Ձեր ուժը պատրաստվում է ծրագիրը վերագործարկել, բայց սահմանափակում։ Այո, եւ մենք ասենք, ասեն բազմազավակությունը խթանելու համար եւ այլն։ Իսկ հարցից մյուս հատվածները, եթե այս ամենը գումարում ենք իրար։ Չէ, նայեք, ձրի կրթությունը Վրաստանը արեց, չէ՞ դա։ Վրաստանում էսո ձրի է կրթությունը։ Եվրոպայում պետական բույրում կրթությունը ձրի է, չէ՞։ Իհարկե դա չի նշանակում, որ 100 հոգի ընդունվել է, 100-ն էլ պետք է ավարտեն, որովհետև այդ դեպքում դառնում է ձրի է, էլի դե հիմա գնամ մեկ ընդունվել են պետք է ավարտեն։ Ոչ, իհարկե դա կբերի նաև կրթության որակի բարձրացման։ Բայց գումարները դու կարող ես ներդնել։ Ձրի, ելեմ ասում, Եվրոպայում դա ձրի է։ Չգնանք լավ հեռու Եվրոպան, մենք ու Ավստրիան։ Վրաստանում դա ձրի է։ Արվել է, չէ, ձևը կա։ Մեր բյուջեն կհետքի դա է հարցս։ Մյուս խնդիրն ասեմ, լավ։ Այսօր նայում ես ամենամեծ հարկատուների ցանկը մեկ էլ հոп բուհերը մեջն են։ Հա բուհը նրա համար չի էլի, որ շատ շահույթ ունենա, եկամուտ ունենա։ Բուհը կրթություն ապահովելու համար է։ Այո, բյուջեն կերիք, եթե չերիքի ոնց կարող ենք դες բան։ Իսկ հին ծրագրերը պատրաստվում եք պահել առողջապահության ապահովագրություն, սոցկրեդիտների վերադարձ, թոշակների այս մակարդակը։ Թոշակների այս մակարդակը կառավարությունը 25 թվականի երբ ընդունեց 26 թվականի բյուջեն, թոշակների ավելացում չէր դրել։ Այո։ Ոչ էլ տարվա սկզբից դա գործեց։ Այդ մենք սկսեցինք աղմկել, որ այսինչ վիճակա թոշակները սարսափելի ցածր են, առաջին անհրաժեշտության ապրանքների գները շատ ավելի արագ են աճում, քան թե թոշակները։ Նիկոլ Փաշինյանը գնաց սկսեց պատտվել քաղաքներում, գյուղերում, մարդիկ այնքան ճզմեցին, որ ինքը բարձրացրեց, այնպես որ այդ ավելացումը, որը կար, դա իր բարի կամքի դրսևորումը չէր։ Դա քաղաքական եւ հանրային ճնշման հետևանքն էր։ Մենք մեր ծրագրում գրել ենք, որ ուրեմն բազային կենսաթոշակը, հիմնական կենսաթոշակը 50%-ով ավելանալու է։ Հետո իհարկե գալու են բանը ըստ տարիների ստաժի ավելացումները եւ դրանից բացի ամենատարի իրանք ինդեքսավորվելու են, այսինքն եթե դենք հացի գինը բարձրացավ 10%, առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղը բարձրացավ 10%-ով, 10%-ով պետք է ինդեքսավորվի։ Իհարկե դու չես կարող մարդկանց ասես սովամայ։ Պետք է այո դա լինի։ Հիմա ասում են Քոչարյանի ժամանակ 16000 դրամ էր թոշակը, իսկ 2008 թվին է դա, իսկ 98 թվին ինչքան էր։ Ես իմ առաջի աշխատավարձը սկսեցի ստանալ 96 թվականին 4500 դրամ էր։ Թոշակները 5000 դրամ էին, դարավ 16000 դրամ։ Հիմա ասում են 16000 դրամը եւ այսօր մեր տված ընդհանրենք 60000 դրամ։ Դու աճը նայ, աճը, տնտեսական աճը ամենաարագը, ամենամեծը եղել է 2000-2008 թվականներին։ Ամենամեծ անկումն էլ այդ տարիներին եղել։ Դա եղել է 2008-ի վերջին։ Բայց նույնիսկ եթե դու անկումը վերցնում ես եւ վերցնեք օրինակ 98-ից 2010 թիվը անկումն էլ հետը, միևնույնն է, աճը շատ բարձր է եղել։ Այսինքն 10 տարի մի քան
8 տարի, 9 տարի 10%-ով աճել է, մի անգամ 14%-ով ընկել է։ Հələ դուք արդյունարար աճը նայեք։ Այսինքն դուք սպասում եք, որ ձեր քայլերի արդյունքում տնտեսությունը այնքան պիտի աճի, որ դուք այդ բոլոր ծրագրերը հանգիստ կարողանաք իրականացնել։ Այո։ Այդքան հարկ է գալու։ Այո։ Եվ դրանից բացի մենակ հարկը չի, չէ՞, պետությունը ծառայություններ, բարձրաժեք ծառայություններ կարող է վճարել։ Կամ Ամերիկայում գնում ես, օրինակ USDA կա, իրենց գյուղատնտեսության նախարարությունը։ USDA-ի սերտիֆիկացված ապրանքը ավելի թանկարժեք, քան թե սովորական։ Իսկն մենակ հարկերը չեն, էլի։ Հիմա առողջապահության ապահովագրությունը իհարկե պահպանվելու է, բայց իհարկե ավելի բարելավվելու է։ Նախ ինչի 200,000 դրամից ավել, բայց մնացած մարդիկ իրավունք չունեն բուժվելու։ Մյուս խնդիրը մենք տեսնում ենք դեպքեր, որ շատ հաճախ մարդկանց ասում են դու այն սոցփաթեթ այլևս չունես, սոցփաթեթի փոխարեն մենք քեզ ապահովագրում ենք։ Նախ սոցփաթեթը ինքը հաստատ է իր փողն է, ինքը օգտագործում է։ Առողջապահությունից կօգտվի թե չէ, հարց է։ Օրինակ ես ամեն ամիս 10,000 դրամ վճարում եմ, դեռ ոչ մի լումայից չեմ օգտվել։ Բայց դու չես կարող հաստատունը փոխարինես թեականով։ Սա էլ պետքա լինի, նա էլ պետք է լինի։ Եվ մյուսը պետք է նաև ծածկույթը բարձրանա, որտեղ շատ մարդիկ, ես գիտեմ, օրինակ ստոմատոլոգիան չի ներառվում կամ շատ սահմանափակ ձևով է ներառվում։ Բայց դա պահվելու է, եւ ավելին ասեմ, ես նաև հարցեր ունեմ այս կառավարությանը 25 թվականից այդ ծրագիրը կարող էր մեկնարկել, ինչի չմեկնարկեց։ Ինչի իրանք բերեցին, հասցրեցին նախընտրական տարում։ Պարզա չէ, որ հազարավոր մարդիկ կարող էին օգտվել 25 թվականից, շատերի կյանքը կարող էր փրկվել, բայց Նիկոլ Փաշինյանը դա հետաձգեց 26 թվականին, որպեսզի վերընտրվելու հավանականությունը ըստ իր հաշվարկների մեծանա, բայց սոցիալական որևէ ծրագիր մենք չենք կտրելու։ Ես միշտ ասել եմ, սա Հայաստանի ամենահակասոցիալական կառավարությունն է։ Երբեք որևէ վարչապետ Հայաստանի Հանրապետությունում չի ասել աղքատես, ինձնից ինչ ես ուզում վազնարի։ Ես մեր հայրենակիցներին վստահեցնում եմ, իրանք անհանգստանալու կարիք չունեն։ Դուք նաև 5 միլիոն զբոսաշրջիկ եք ակնկալում, որ գա Հայաստան տարեկան ցուցանիշով։ Ինչու պետք է այդքան զբոսաշրջիկ գա Հայաստան։ Դա մեր հայրենակիցները մեկը գալու են, չէ՞, եւ ավելի շատ են գալու, քան թե այսօր են գալի։ Հենց թեկուզ այն պատճառով, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի մենք ասում ենք, որ սա մեր բոլոր հայերի հայրենիքն է, այլ ոչ թե քաղաքացիների, եւ մեր պարտավորությունը բոլորի վրա պետք է տարածվի։ Այսքան մարդ գալիս է, աճը մենք տեսնում ենք, պոտենցիալը մենք տեսնում ենք եւ ճիշտ կառավարման դեպքում ավելի շատ մարդ կարող է գա։ Եվ այդ դեպքում ուրիշ բանել ասեմ, պետք է գա իրական զբոսաշրջիկների մասն ենք խոսում, էլի, այլ ոչ թե նրանց, ովքեր գալիս են Երևան, Հայաստան, մի քանի ամիս աշխատում են, հույս ունենալով ամերիկյան կամ եվրոպական վիզա ստանալ եւ ռուս ռելոկանտների նկատի ունեք։ Ոչ։ Ում նկատի ունեք։ Օրինակ նրանք, ովքեր մայիսի 1-ի շքերթին են մասնակցել, ամենայն հարգանքով այդ նկատի եմ առաքիչներին, դա։ Ոչ թե ներողություն սխալ բառ ասեցի։ Հնդկաստան, Պակիստան, Ինդոնեզիա եւ այլն։ Մարդիկ, որոնք գալիս են, իրանց չես կարա դու դիտարկես որպես տուրիստ։ Այսօրվա վիճակագրության մեջ իրենք որպես տուրիստ են։ Տուրիզմի սահմանումն է դրա տալիս։ Իսկ եթե դու գալիս ես մի տարուց ավելի քիչ ժամանակով, դու դառնում ես տուրիստ։ Լավ, բայց 5 միլիոն։ Կարող ես։ Որտեղից պիտի գան այդքան, ինչու պիտի գան։ Որովհետև դու պետք է առաջարկել ես բարձրաժեք տուրիստական ծառայություն։ Եվ այդ աճը կա, էլ եմ ասում, հիշը 20 տարի առաջ տարեկան կարող է 200,000 հոգի մարդ չգար։ Եվ տուրիզմը պետք է կարողանաս ամբողջ երկրով ցրես, որովհետև տուրիզմի հիմա նրանում է, որ իր բաշխիչ էֆեկտը շատ մեծ է։ Այսինքն եթե մարդը գալիս է, ընդհանրեն գնում է հյուրատուն Գորիսում, չէ, ինքը չի գալիս, որպեսզի գնա սուպերմարկետից առնի ցելոֆանով փաթեթավորված պանիր, ինքը Գորիսի չանախ առնում, Գորիսի մեղր առնում, Գորիսի սարերի թեյ է խմում։ Ջերմուկ է գալիս ու գնում է ջերմուկի, ուրեմն այն կոների մուրաբա է գնում։ Ուղղակի դրա համար պետք է թուրքերը ջերմուկից դուրս գան, որովհետև մարդը այդքան էլ իրան հարմար չի զգում, էլի այդ թուրքերը այնտեղ նստած ինքը գնա։ Լավ, բայց եթե մեր սպասարկման ոլորտն ենք նայում, օրինակ հյուրանոցային տնտեսությունը, վատ չի մեր հյուրանոցային տնտեսության վիճակը, սպասարկման մակարդակը, այսպես ասենք։ Վատ չի, բայց քիչ է, ով ասում վատը։ Ես տես բան եմ ասում։
Այսինքն նախատեսում եք հյուրանոցներն ավելացնել, ուրիշ։ Ոչ թե նախատեսում ես հյուրանոցներն ավելացնել, նախատեսում ես ստեղծել պայմաններ, որ հյուրանոցներ, հյուրատները զարգանան, օրինակ այդ 15 միլիոնանոց վարկերով։ Տեսնում եք, 15 միլիոն դու տալիս ես, ինքը հյուրանոցա հյուրատունա կառուցում, սկսում է աշխատել, այդ փողը մեկը հետ է գալ։ Տնտեսությունն է հետ գալ։ Ու գալիս է 5 միլիոն զբոսաշրջիկ։ Դե կարող է առաջի տարին գա 3.75 միլիոն, բայց այն մյուս տարի գա 7.5 ու տեղը կփակվի էլի։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, ձեր տնտեսական դրույթներից էլ ինչն է առաջնային, որ երբ որ գաք, եթե դուք գաք իշխանության, հենց առաջին տարում սկսելու եք դրա վրա աշխատել։ Հենց առաջի օրվանից սկսել ենք աշխատել այն տնտեսական ծրագրի շուրջ, որը առաջարկել ենք։ Այսինքն գնալու է երկրի տնտեսական ներողություն արդյունաբերական պոտենցիալի մեծացմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, մարդկանց օրինակ մարդը սահկյանքը հողի վրա աշխատել է, ստաժ չեն տվել, պետքա ստաժ տաս, թոշակ վճարես, տաքսու վարորդներին պետքա ստաժ համարես, թոշակ վճարես։ Գյուղատնտեսության խնդիրը մենք ունենք, չէ՞, ընդհանրապես գյուղանտեր թողել են։ Գյուղատնտեսական քաղաքականությունը այսօրվա կառավարության 8 տարյա կառավարությունն է, դուք ժուրնալիստ եք, ենթադրում եմ տնտեսական հարցերով եք հետաքրքրվում։ Օրինակ իրաց գյուղատնտեսական քաղաքականության նպատակը ի՞նչ է։ Ինչն է, դուք ասեք։ Ես կարող եմ ասեմ, բայց ինձ հետաքրքիր է, օրինակ միջին քաղաքացին։ Ես զրույցից հետո իմ կարծիքը կասեմ։ Օրինակ իմ կարծիքով իրանց գյուղատնտեսական քաղաքականությունը մի նպատակ ունի, փոքր գյուղացիներ, փոքր տնտեսություններին դուրս մղել հողի վրայից, հողը կենտրոնացնել խոշորների ձեռքը, որովհետև նախ այդ խոշորների մեջ իրանք էլ կլինեն վստահաբար, իրանց ընկերներն էլ կլինեն վստահաբար, դրանից բացի իրանց համար շատ ավելի հաճելի է մի քանի հարուստ հողատիրոջ հետ աշխատել, քան գնալ գյուղեր եւ աշխատել դժնդակ պայմաններում ապրող դժվարության փոխաշխատող գյուղացիների հետ։ Մենք ասում ենք ոչ, մեր գյուղատնտեսական աջակցության հիմնական շահառուն պետք է լինեն փոքր գյուղացիական տնտեսությունները, պետք է գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնա եկամտաբեր, պետք է ապահովի մեր պարենային անվտանգությունը, պետք է պահպանվի մեր կենսակերպը եւ դրա համար դու պետք է օգնես գյուղացիներին, բարձրաժեք գյուղատնտեսության անցնես, թե բուսաբուծության եւ թե անասնաբուծության բնագավառում։ Մյուս խնդիրը սպառումն է։ Չէ, գյուղացիները հարցնում ես երկու հիմնական խնդիր կա։ Ջուրը եւ իրացումը։ Այն ինչ որ իրանք են անում, իրացումը ընդհանրապես կործանում է։ Պետք է կարողանաս ապահովես, որ մարդիկ արտահանեն, ընդլայնես արտահանման աշխարհագրությունը։ Ջրի խնդիրը դա ակնհայտ է։ Դուք նախատեսում եք անմշակ հողերի տարեկան առնվազն 10%-ի կրճատում։ Սրանք հենց այն ամեն ինչն է, ինչի մասին դուք խոսում եք, այսինքն դրա արդյունքում պիտի 10%-ով կրճատվի։ Նաև դրա արդյունքում, բայց մենք օրինակ փորձնական ծրագիր արեցինք, երբ ես շատ կարճ ժամանակ ստեղ գյուղատնտեսության նախարար էի, մենք նախացանցային աշխատանքներից հետո ամեն հեկտարի համար 60,000 դրամ սուբսիդիա էինք տալիս եւ գոնե այն փորձնական սահմանամերձ գյուղերում դա արեցինք, ես առիթ եմ ունեցել այդ գյուղերը այլ գործերով գնամ եւ խոսել եմ մինչեւ 30% անմշակ հողերի մակերը սպակասել է։ Այսինքն սրանով մարդիկ այդ շրջանառությունից դուրս մնացած հողերը վերադարձնում են գյուղատնտեսության մեջ։ Այդ ծրագիրը ի դեպ ժամանակին նաեւ Լոքյան Դավիթն էր փորձնական արել եւ ես 19 թվականի բյուջեի մեջ երկար վիճելուց, կռվելուց հետո 2 միլիարդ դրված էր։ Ի դեպ գյուղատնտեսության նախարարության բյուջեն քննարկվել է 2 անգամ օրական 3 ժամ, որևէ այլ նախարարության բյուջե այդքան երկար չի քննարկվել, ամեն տողի համար ներողություն արտահայտությանս համար դոշ եմ տվել։ Բայց ոչ մի լումա չծախսեցին, հետո մի 5-6 տարի հետո հասկացան, որ դա ճիշտ ծրագիր էր։ Դուք նախատեսում եք վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը։ Անկասկած, հենց հաջորդ օրը։ Իսկ ձեր նախարար եղած ժամանակ, երբ որ ծրագրեր եք իրականացնել, օրինակ տարեկան գումարներ եք տվել, սուբսիդավորել եք, երբ որ չի եղել այդ սուբսիդավորումը, գյուղացիները շարունակել են նույն տեմպով աշխատել։ Նախ երբ ես դարձա գյուղատնտեսության նախարար, դա մայիսի 12-ն էր եւ ուրեմն ցանքսը վերջացել էր, ինչ որ պետքա ցանեին ցանել էին, սացիլավորել էին եւ այլն, այսինքն սուբսիդավորումը չի եղել բան, դա արդեն եղած խնդիր էր, անցած էր հիմնականում։
Դու գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորես, ուրիշ տարբերակ չկա։ Նույնակ վերցնենք տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության OECD-ի անդամ երկրները, բոլորը իրենց գյուղատնտեսությունը սուբսիդավորում են, իսկ Թուրքիան իր սուբսիդավորման ծավալներով ամենաբարձր տեղերում է գտնվում։ Հիմա եթե դու ասում ես մենք Թուրքիայի հետ պետք է ճանապարհները բացենք, առևտրատնտեսական հարաբերություններ հաստատենք, թե Թուրքիայից այդ լոլիկը գա, սուբսիդավորված լոլիկը գա, անհայմատ ավելի էժան, բա մեր գյուղացին ինչ է անել։ Հասկանալու դու պետք է իրան սուբսիդավորես, այլ խնդիր է, որ մենակ ավելի էժան պարարտանյութ եւ այլն դա բավարար չի։ Սեղ մթերման նվազագույն գնի խնդիրը կա, որ համ իր համար ձեռնտու լինի աճեցնել, համ մթերողի համար ձեռնտու լինի դա մթերել։ Իսկ դուք նախատեսում եք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այս առևտրային հարաբերությունները շարունակել։ Թուրքիայի հետ մենք Թուրքիայից բավականին մեծ չափով ներմուծում ենք, գրեթե չենք արտահանում։ Մտավախություն չկա, որ թուրքական ապրանքը կլցվի հայկական շուկա ու այդ ծրագրերը չեն աշխատում։ Իհարկե կա, եւ դրա համար մենք ասում ենք տեղական արտադրողը պետք է լինի պաշտպանված։ Բայց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առևտուրը շարունակելու եք։ Իսկ հիմա կա որ շարունակենք, օրինակ Ադրբեջանի հետ առևտուր։ Ներմուծողի դերում ենք։ Ինչ ենք ներմուծում։ Վառելիք։ Որը ադրբեջանական ծագում չունի մեծամասամբ։ Մենք միշտ ասել ենք, որ հարևանների հետ պետք է ունենաս նորմալ հարաբերություններ։ Նորմալ հարաբերություն չի նշանակում կզել դեմները, ինչպես անում են այսօր։ Երեք օր Ալեն Սիմոնյանն ասում էր, մենք ոչի բան չենք զիջել։ Սկսեն զիջել զիջումները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տեքստը, դրանից հետո 60 կիլոմետր զորքերը հետ բերել։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինված ուժերը Արցախի Հանրապետությունից դուրս բերել, սահմանազատման անվան տակ Կիրանցը հանձնել, Շուրնուխի հատվածում ճանապարհի հանձնել, այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի ադրբեջանական խմբագրության ընդունում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ մեր զրուցակիցը Հայաստան դաշինքի պատգամավոր, այժմ նաև պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանն էր։ Միացեք մեր Patreon համակարգին, եթե հավանում եք մեր աշխատանքը Patreon-ի հղումը կարող եք տեսնել մեկնաբանություններ բաժնում։